Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել ընդդիմության հետ, եթե մարտին սպասվող ընտրության արդյունքում վերադառնա Կրեմլ։ Նա խոստովանել է, որ մինչև հիմա ընդդիմության հետ երկխոսել իրեն չի հաջողվել։ Միևնույն ժամանակ որոշ ընդդիմադիրների նա անվանել է արտասահմանի փողերով աշխատող բանդերլոգներ։ Ինքն էլ չի խուսափել հայոյական արտահայտություններից ինտերնետում եւ քվեաթերթիկներում։ Կառավարության ղեկավարն ասել է, թե զվարճացել է այդ գրություններն ընթերցելիս։ Նա հիշել է, որ Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների դեմ պայքարելիս հանդիպել է ավելի թունդ արտահայտությունների եւ ծաղրանկարների։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ գործում արևմուտքի մատը խառն է։ Որքան հասկանում եմ, այդ գրությունը քվեաթերթիկի վրա արձանագրվել է Լոնդոնի մեր դեսպանատանը։ Գիտենք, թե ովքեր են հավաքվել Լոնդոնում եւ ինչու են ուզում վերադառնալ Ռուսաստան։ Հասկանում եմ նաեւ նրանց ցանկությունը ինձ ուղարկել որքան հնարավոր է հեռու, քանի որ նրանք ցանկանում են վերադառնալ, բայց քանի դեռ ես այստեղ եմ, նրանք չեն կարող վերադառնալ։ Վլադիմիր Պուտինի կարծիքով անհրաժեշտ է ամրապնդել հետխորհրդային երկրների ինտեգրումը եւ ստեղծել վերազգային կառույցներ, որոնք կլուծեն միջպետական գործընկերության խնդիրները։ Կրեմլի նախկին ղեկավարը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը չի ցանկանում ապրել թշնամիներով շրջապատված, իսկ Ամերիկան ցանկանում է ձեռք բերել ոչ թե նոր դաշնակիցներ, այլ նոր վասալներ։ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին համարել է իր ընկերը եւ հայտարարել, որ Կուդրինը իր թիմից չի հեռացել։ Պուտինի խոսքով իզուր չէ, որ աշխարհի առաջատար մասնագետները մի քանի անգամ Ալեքսեյ Կուդրինին համարել են աշխարհի լավագույն ֆինանսների նախարարը։ Նախագահի առաջիկա ընտրություններում իր հնարավոր հակառակորդներից Պուտինն առանձնացրել է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին։ Ուժեղ մրցակից է, ասել է նա։ Դավիթ Մուրադյան, ժամը լրատվական։